Պարոն Բաբայան, մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցան ավականու արտահերթ ընտրություններ եւ որքանով որ զարմանալի էր, այնտեղ անցան շատ ռուսական ուժեր, մասնավորապես կոմունիստական կուսակցությունով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Այս շատերի մոտ հանրության մոտ հարց էր առաջանում, թե Պերմյակով տեսած Գյումրիում ինչպես էր հնարավոր այդքան ռուսական ուժեր անցնեն անցողիկ շեմը։ Ձեր դիտարկումները կխնդրեմ։ Կարծում եմ հոգեբանության խնդիրը ավելի շատ, այլ ոչ թե քաղաքական մոտեցումների ու հայացքների։ Գիտեք, ռուս բանաստեղծ Նեկրասովը շատ հետաքրքիր տողեր ուներ գրած, հիմա կփորձեմ թարգմանել, որ ծառաները մեկ-մեկ շան նման են լինում, ինչքան ավելի ուժեղ է պատիժը տիրոջ կողմից, այդքան ավելի շատ են իրենց սիրում, ցենց կներեք, ազդեցությունը ռուսական քաղաքական քաղաքակրթության միշտ եղել է շատ մեծ, առավել եւս հյուսիսային Հայաստանի մասում, առավել եւս Գյումրիում, եւ դա միայն սովետական դարաշրջանը չի, միջև սովետական դարաշրջան մենք գիտենք։ Նման գոտիներ եղել են շատ եւ շատ երկրներում, ազդեցության։ Ուրեմն խնդիրը պարզապես դրանից զարգացածվելն է։ Ես ուզում հիշեցնեմ, որ ռուսական ռազմական բազա կար նաեւ Ախալքալաքում։ Եվ այն ժամանակ, երբ որ վրաց կառավարությունը պահանջեց դուրս բերել, մեծ այնտեղ հավաքներ էին տեղի ունենում, ասում էին, որ կկործանվի Ախալքալակը, որտեղ բոլորը ամբողջ քաղաքը կապված այդ ռուսական բազայի հետ, շատեր աշխատում են այնտեղ եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, սա այդ հետևանքն է։ Ինքնուրույն չապրելու, ինքնուրույն չմտածելու, մշտապես ինչ-որ հովանավոր ման գալու։ Մեծ դեր է խաղացել նաև ժամանակին այդ խոպան կոչեցյալը, որը եղել է, որտեղ դա էլ է բերել մշակույթ որոշակի, նաև գործարանները, որոնք գործում էին Գյումրիում իրենց ուրեմն, այսպես ասած, էսկորտով Ռուսաստանից որոշակի պրոբլեմներ էր լուծում ոչ միայն տնտեսական, այլ նաև ուրեմն շարունակեմ ինչ եւ այլն եւ այլն։ Ես այստեղ մեծ բան չեմ տեսնում ողբերգություն, որտեվ իրականում իհարկե ազատագրումը մի օրվա process չի։ Եթե մարդ ուղեղով չազատագրվեց, նա ֆիզիկապես չազատագրվի։ Նաև խոսենք Եվրադաշինքի մասին, եվրոպական արժեքներ քարոզող ուժեր, որը հավաքեց Գյումրիում ընդամենը 4%։ Ես կխնդրեմ նաև դրա մասին, ինչու այդպես ստացվեց։ Ասել եմ եւ կարծում եմ այստեղ կար երևի որոշակի սխալ հենց իրենց կողմից, երբ իրենք փորձեցին տեղավորվել ռադիկալ ընդդիմության դաշտում, որը զբաղված էր իրականում։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր հույս ունեն իսկապես հետագայում ունենալ հաջողություններ, պետք է նայեն առաջին հերթին առաջ եւ նկարագրեն կամ գոնե պատկերավոր ցույց տան, թե ինչպիսի քաղաք են իրենք ուզում տեսնել, ինչպիսի հարաբերություններով, ինչպիսի երկիր։ Հասկանում եք, երբ ես շատ չեմ հետևել, բայց երբ լսում ես տարբեր կուսակցություններ, ընդ որում բոլոր կուսակցությունների այդ վեճերը եւ այնտեղ որպես հիմնական արժանիք խոսվում է գյումրեցու թասիբի մասին, ես արդեն ինձ վատ եմ զգում, որովհետև ես կարծում եմ, որ թասիբը ու արժանապատվությունը շատ տարբեր բաներ են։ Արժանապատվությունը դա հայի, պետականամետ հայի, ազգային հայի որակն է։ Թասիբը դա եւ ուրիշ լեզվից է եւ ուրիշ մտածողություն է։ Դա ունի ավելի շատ
կենցաղային, այլ ոչ թե գոյատևական իմաստ։ Դրանք տարբեր բաներ են։ Ես կարծում եմ խաբվեցին նրանով եւ մեծագույն հարգանք ունենալով եւ այդ կուսակցությանը եւ այն անձնավորությանը, որին լավ ճանաչում եմ, որին ներկայացնում էին իրենք, կարծում եմ, որ այդ գայթակղությունից ուրեմն ռադիկալ ընդդիմություն դառնալու չխուսափելու արդյունքներ։ Եվ կարող ենք արձանագրել, որ քաղաքակրթական այդ փոփոխությունը Գյումրիում դեռևս տեղի չի ունեցել եւ ինչ է հարկավոր այդ փոփոխությունը մտցնելու ամբողջապես, թեև այնպես չէ, որ մյուս համայնքներում հենց նույնիսկ Երևանում դա ամբողջապես է, բայց հենց Գյումրիում որոշակիորեն կոտրելու այդ կարծրատիպերը։ Լավ հարց է, շնորհակալություն։ Եթե մենք իսկապես ուզում ենք մեր իրական տեղը քաղաքակրթական աշխարհում գտնել, մենք պետք է հասկանանք, որ սա երկար եւ դժվար ճանապարհ է, որը պահանջում է շատ մեծ աշխատանք։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ վաղը կհայտարարենք հանրաքվե եւ ժողովրդի ուրեմն 90%-ը կամ գոնե 51%-ը վազելով քվեարկի հանուն Եվրոմիության, շատ խորը սխալվում են։ Մեծ աշխատանք է պետք վարել։ Պետք է մարդկանց բացատրել այդ արժեքային համակարգը, որ հակառակ դեպքում մենք ամբողջ հանրապետությունով մշտապես կունենանք այս պատկերը եւ եւս մի գուցե կարեւոր հարց, ամենայն դեպս իմ համար շատ կարեւոր, քանի որ ինքս ամբողջովին կողմնակից եմ Հայաստանի Եվրոմիությունում հայտնվելուն եւ համարում եմ սա ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական հարց, կարծում եմ բոլոր նրանք, ովքեր նույնիսկ 1%-ի չափով օժանդակում են այդ հարցին, պետք է կարողանան իրար հետ համախմբվել։ Եվ հաշվի առնելով, որ Եվրադաշինքը, այսինքն այդ ուժերը, որոնք որ ներկայացրեցին Եվրադաշինքը, շատ արագ կարողացան հավաքել 60,000 ստորագրություն, որպեսզի նախագիծը մտնի ազգային ժողով, դժվարությունները կարծեք թե ոնց որ ավելի քչացած կլինեն, եթե արդեն վերջնական փուլին մոտենանք։ Ես կարծում եմ, խնդիրը նույնիսկ ստորագրությունների քանակը չի։ Նայեք, բերեմ մի պարզ օրինակ, երբ հանրաքվեի դրվեց Հայաստանը հռչակել որպես անկախ պետություն, շատ գեղեցիկ գաղափար էր, եթե չեմ սխալվում, մոտավորապես 99%-ը քվեարկեց կողմ, բայց իրականում քանի տոկոսն էր պատկերացնում, թե իրական անկախությունը եւ պետականությունը ինչ է։ Ես ավելի կողմնակից եմ, որպեսզի մենք փորձենք բացատրել բովանդակությունը։ Մարդկանց ընտրությունը պետք է լինի գիտակցված, այլ ոչ թե որտեղ այս լիդերն է դուր գալիս կամ այն լիդերն է դուրս գալիս։ Ես կատարում եմ գիտակցված ընտրություն։ Սա դժվար ճանապարհ է, բայց սա շատ կանոնավոր ճանապարհ է, որտեղ ուրիշ ճանապարհը տանում է փակուղի։ Եվ այս պարագայում որը պետք է լինի իշխանության անելիքը, որը հասարակության, մտավորականության անելիքը։ Առաջինն կարծեմ մտավորականության անելիքն է։ Եթե մենք իսկապես մտածում ենք մեր ժողովրդի, մեր պետության եւ ներկայի եւ ապագայի մասին, մենք չպետք է վախենանք քարկոծվելուց, այսպես ասած, միջնադարյան ուժերի կողմից, որտեղ դա պարտադիր բան է։ Մենք չպետք է խաղանք ժողովրդին ամենահետամնաց, ամենաստվերային զգացմունքների ու երանգների վրա։ Պետք չի։ Դա կարող է անել յուրաքանչյուր մարդ։ Մտավորականը չպետք է վախենա պարզ դեմքով անկեղծ խոսել իր հասարակության հետ։ Պետք չի ակնկալել որևէ ուրեմն շնորհակալական խոսքեր, լինի դա անդիմության կողմից, լինի դա իշխանության կողմից։ Պետք է հասկանաս, որ դու վերջ-վերջո ծառայում ես առաջին հերթին պետությանը, քո ժողովրդին եւ այդ ճանապարհին դու կարող ես համաձայնվել իշխանության հետ որոշակի հարցերում չհամաձայնվել, համաձայնվել ընդդիմության հետ որոշակի հարցերում չհամաձայնվել, որտեղ դու քո գիծն ես տանում։ Քաղաքական ուժերը կարող են, այսպես ասած, ելնելով պահի ազդեցության տակից, հազարը մի հատ հարցերից, այն ամենից ինչ որ կատարվում է աշխարհում, տակտիկական խնդիրներից, դա իրենց գործն է եւ դա իրենք պետք է այդպես էլ իրենց պահեն։ Մենք պետք է ուրիշ ձևով մեզ պահենք։ Մենք պետք է կարողանանք փոխել տերևները, բայց արմատները մեր պետք է լինեն շատ ամուր։
Հարցս գուցե տարօրինակ չի, բայց թատրոնը նույնպես անելիք ունի, ենթադրում եմ, որպես քաղաքակրթության օջախներից մեկը, եւ դուք հաճախ օրինակ մարզերում լինում եք, այդ շարժը աճը նկատում եք այցելությունների առումով քաղաքացիներին, ճիշտ է, ձեր մանկական տեխնիկային թատրոնն է, բայց ինչ որ շարժ նկատում եք։ Ես ոչ միայն ուրեմն տեխնիկային թատրոնում եմ լինում Հայաստանի տարբեր մարզերում, ես պարզապես հաճախակի մեկնում եմ, հանդիպում եմ եւ խոսում եմ եւ դպրոցականների հետ, եւ երիտասարդների հետ, եւ պարզապես մարդկանց հետ, եւ խոսում եմ հիմնականում մի թեմայի շուրջ, որտեղ թատրոնն էլ է զբաղվում այդ հարցով։ Մարդու մասին, մարդու որպես մեծագույն արժեք, միջև մարդը չդառնա մեր համար կենտրոնական օբյեկտը, որևէ բան մեր երկրում չի փոխվի։ Ավելի շուտ բոլոր փոփոխությունները կդառնան շատ, ասենք ասեմ, շատ թույլ, որտեղ հնարավոր կլինի հետո հետ դարձի ճանապարհը։ Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է զգա, որ ինքը այս երկրի տերն է։ Պետք է հասկանա, որ այս երկրի ճակատագիրը կոնկրետ իրենից է կախված։ Եվ տերը լինելը դա նշանակում առաջին հերթին լինել պատասխանատու, որտեղ ստրուկը պատասխանատու չէ։ Ստրուկը որևէ պատասխանատվություն չի կրում։ Պատասխանատվություն կրելը մի քիչ դժվար գործ է իսկապես, բայց հաճելի գործ է։ Երբ դու պատասխանատվություն ես կրում քո ընտանիքի համար, քո երեխաների համար, քո շրջապատի համար, իսկ հիմա պատկերացնենք այդ ամբողջ պատասխանատվությունը երկրի համար։ Իսկ ինչպես են ընկալում ձեր այդ ասածները, հատկապես մարդու շուրջ կենտրոնանալու մասին։ Չէ, ես կարծում եմ, երբ մարդկանց հետ շատ անկեղծ ես խոսում, ոչ թե, ասենց ասեմ, ոչ թե դասախոսություն ես կարդում, այլ փորձում ես կիսվել քո մտքերով, լսում ես իրենք ինչ են ասում։ Շատ ու շատ բան իրենցից ես վերցնում, հասկանում ես։ Կարևորը վստահության մթնոլորտն է։ Եվ եթե քեզ վստահում են, մարդիկ հետո սկսում են նաև փոխել իրենց կարծիքը, որտեղ իրականում յուրաքանչյուր մարդ ծնված է զարգանալու համար։ Նա ով որ ժամանակի չի զարգանում, նա ով որ կանգնել է, նա ով որ ասում է պապս էս տեսակ խելոք խոսք ուներ, պապուս պապը հասկացանք։ Պապը ապրել են 100 տարի առաջ, փոխվել է աշխարհը, ժամանակը փոխվել է, դու էլ փոխվի։ Ես հենց այդ անցման մասին եմ խոսում, որ շատերը դժվարանում են այդ կարծրացած բաներից դուրս գալու եւ նորը ընդունելու հենց այդ ձևով։ Դժվարանում են, որտեղ կարծում եմ շատ սխալ նարատիվ կա, որը շատ է տարածվում, որ ազգայինը դա այդ կարծրացած ձևն է։ Գիտեք, ավստրիացի հայտնի կոմպոզիտոր Մալերը ասում էր ավանդույթներ պահելը դա կրակը փոխանցելն է, այլ ոչ թե մոխրին երկրպագելը։ Սա շատ կարևոր բան է։ Այ հաճախակի մենք ազգայինի տակ, ավանդույթի տակ այդ մոխրին երկրպագելն ենք ներկայացնում, ոչ։ Պետք է շարժվել ժամանակի հետ, փոխվում է ամեն ինչ։ Փոխվում է աշխարհակարգը, փոխվում են մարդիկ, փոխվում են պետությունները, վերանում են գաղափարախոսությունները։ Մենք պետք է մնանք նույն ձևի։ Եթե մենք մնանք նույն ձևի, մենք կվերանանք, որտեղ ժամանակը չի հանդուրժում նրանց, ովքեր չեն քայլում իր հետ միասին։ Ժամանակը շատ դաժան է, բայց շատ հաճելի է լինել ժամանակի հետ միասին։ Միշտ վատ է, երբ որ դու ասում ես, վայ գնաց, վայ գնաց։ Բարեկը նստիր գնացքի մեջ։ Չես ուզում նստել ես գնացքի մեջ, քո գնացքը պատրաստի։ Բայց մի մնա քո տեղում, շարժվի։ Շարժումն է կյանք, չէ՞։ Կարծը բան ստատիկ վիճակը մենակ գերեզմանատանն է։ Իսկ մենք փորձում ենք այդ գերեզմանատունը դարձնել մեր ուրեմն առօրյան ստատիկը, չի լինի այդպես։ Սա իմիջիալոց ասած աստի գերեզմանատուն, բայց այստեղ նաև կա մտածողության որոշակի։ Նայեք, Երևանի 27%-ը գերեզմանատան տարածք է։ Ես լսում եմ, այդ ասում շատ ուշադիր չի լսում, նույնիսկ չեմ հիշում, որ տեխնատուն էր ասում այդ Գյումրի։ Ասում էր, մենք կանենք այնպես, որպեսզի բոլոր անտեր գերեզմանների հոգատարությունը պետությունը վերցնի իր վրա։ Դուք չեք խելագարվել։
գերեզմանները ապրում են 2-3 սերունդ ամենաշատը։ Եվ դա ճիշտ է։ Դա բոլոր մեր երկրում էլ էր այդպես։ Այդ ինչ գերեզմանապաշտություն է մեր մոտ ստեղծվել։ Սա թվում է մանրուք է, հա, բայց դա իրականում մտածողության հարց է, այսինքն կպնել մեռած բաներից ու պոկ չգալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։